Քրեական գործ է հարուցվել կադաստրի նախկին պետի նկատմամբ։ Օրերս կարդացի հետքի հրապարակած հոդվածում, որտեղ ասվում է, որ մասնավորապես պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակութային հուշարձաններ անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են հայաստանյաց առաքելական եկեղեցուն։ Չեք պատկերացնի, կզարմանաք, որ սա է հենց մեղադրանքը։ Այսինքն օրվա իշխանությունը կադաստրի նախկին պետին մեղադրում է, որ հայկական, պատմական և մշակութային հուշարձաններ անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են հայ առաքելական եկեղեցուն։ Պատկերացրիք, չէ՞ ինչ է կատարվում։ Ձեզ մեջ մարդիկ կգտնվեն, որոնք կմտածեն, դե իշխանությունները հավանաբար մտածում են հայկական, պատմական հուշարձանների մասին, գուցե հայ առաքելական եկեղեցին բավարար ռեսուրս չունի կամ դիցուք, պայմանական, անտարբեր է և այդ հուշարձանները քայքայվում են, տիրություն չեն անում և հետևաբար կառավարությունը որոշել է միջամտել, իշխանությունը որոշել է միջամտել, որպեսզի դրանք բավարար, պատշաճ հսկողության տակ անցնեն, հոգածության տակ անցնեն, այսինքն իբր թե հոգ են տանում հայկական, պատմական, մշակութային ժառանգության մասին և դրա համար են նախաձեռնել այս քրեական գործը։ Ձեզ համար հիմա պատմություն կպատմեմ և սրանով կփորձեմ հակազդել այդպես մտածող մարդկանց և ցույց կտամ, որ իրականության մեջ սա այն նույն արշավի շարունակությունն է հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ, ինչը մի քանի տարի առաջ սկսել է և Փաշինյանը տարբեր փուլերով սրում է դրանք, հետո հետ է քաշվում, հետո նորից հարձակվում է և այստեղ պատահական որևէ բան չկա, սա որևէ կերպ կապ չունի անհատ վերցրած հոգևորականների բարոյական կերպարի, լավ ու վատ լինելու, իրենց անձնական կյանքի որակների հետ բացարձակապես կապ չունի, սա ուղղակիորեն և անմիջականորեն կապ ունի հայկականության, հայ մշակույթի, մեր հայկական ինքնությունը հարձակման տակ դնելու, կասկածի տակ դնելու, հայ առաքելական եկեղեցին թուլացնելու, քանի որ ես շարունակ եմ ասել, պատմությունն է մեզ նաև ցույց տալիս, որ հայ առաքելական եկեղեցին ուղղակի հոգևոր պահանջմունքներ բարելու ինստիտուտ չէ, դա առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է հայերի միասնականության, հայ ժողովրդի ժառանգության պահպանության, հայկական պետականության պահպանության և ուժեղացման և դա էական և գլխավոր հիմնասյուներից է։ Այ դրա համար է հայ առաքելական եկեղեցին հարձակման ենթարկվում։ Հիմա նայեք այս տեսանյութերը և պատմությունը կարճ շարունակեմ։ Սուրբ կաթողիկե ծիրանավոր եկեղեցի։ Ինչու է այս եկեղեցին կոչվում կաթողիկե, քանի որ գտնվում էր Հռոմի պապի իշխանության տակ, այսինքն պատկանում էր կաթոլիկ եկեղեցիների համակարգին, և սա կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գրավում են և պարսիկներն ու բյուզանդացիները բաժանում են իրար միջև, այսինքն հայկական կաթողիկոսությունը, քանի որ այդ ժամանակ գտնվում էր Դվինում և անցել էր պարսիկների իշխանության տակ, այս մյուս մասում Մորիկ կայսրը բյուզանդական հանձնարարում է կառուցել այս եկեղեցին և սա կոչվում է հակաթոռ կաթողիկոսություն և հակաթոռ կաթողիկոսը եղել է Հովհան Բագարանցին, որը կառավարել է ընդամենը 10 տարի, քանի որ այն համաձայնությունը, որ Մորիկ կայսրը և Պարսկաստանի Խոսրով B. Փարվեզը համաձայնվել են իրար հետ կիսելու, Փարվեզը Խոսրովը խախտում է այդ համաձայնությունը և 602 թվականին մտնում այս տարածքները գրավում է և այս կաթողիկոսությունը իր գործունեությունը դադարում է, այսինքն սա կոթող է, որը պատկանում է բյուզանդական ժամանակների 6-րդ դարի վերջին կառուցված կոթող է։ Նայեք այս հիասքանչ շենքը, հիմա կիսավեր է, ուրեմն ստեղ եթե պեղումներ արվել են, այդ եղել են սովետի ժամանակ, հիմա սենց անտերանության ու այս հիասքանչ շենքը այսենց տարեստարի հետս հետ է ավիրվում է։ Այս եկեղեցին է, ստեղ եղել է նաև կաթողիկոսական տաճար է եղել, այսինքն շենք է եղել, որտեղ մի քանի շենքեր են եղել, այս ավերակներն են, նայեք էլի։ Այս ամեն մի քարը
մի հատ իր մեջ պատմություն է, 6-րդ դարի շինություն այս։ Ու սենց անտերանոց է ու մշակույթից խոսացողները, որ քրեական գործեր են բացում, այս ամեն ինչով իհարկե չեն հետարքվի։ Նայեք, ամեն մի քարը այսենց իր մեջ հազարամյա պատմություններ ունի, ու նայեք, էսը։ Ու այս ամեն ինչի իհարկե բեժները չի ինչ-որ մեկը իր կառավարության մասին էլի խոսքը։ Սրանց որ զբաղվում են, նայեք, այնա գետնի տակ ինչ-որ պատեր է երևում։ Մարդիկ միլիոններ են ծախսում, գնում են այլ երկրներ, Իտալիա, Հռոմ, հասնում են նույն բյուզանդական կայսրության տարբեր տարածքներ դիտելու, բայց սեփական երկրում այս ամեն ինչը անտերության է։ Այսա, ու հեսա մյուս տեսանյութն էլ դնեմ նայեք, էլի այս տարածքում է, մի 50-100 մետր հեռավորության վրա, մեկ այլ էլի այդ դարի, 6-րդ դարի եկեղեցի։ Այս պատմությունս ինչի մասին է, որ ամեն քայլափոխի Հայաստանում, առանց չափազանցության, Երևանում էլ այդ թվում, կամ պատմական և մշակութային նշանակության անգին կոթողներ, և այդ դրանք անտարբերության են մատնված, կարելի է ասել պետական մակարդակով դրանով հետաքրքրվող չկա, բայց քրեական գործեր են հարուցում այն թեմաներով, այն հուշարձանների մասով, որոնք հայաստանյան առաքելական եկեղեցուն են տրվել, պատշաճ վերահսկողության են հանձնվել, այսինքն իրենց տերերին են տրվել։ Եվ սա, իդեպ այս հուշարձանը, գտնվում է Ավանում։ Ես հիմա որտեղից որ խոսում եմ, պատմական վայր է իրականում։ Այստեղ գերիշխել են պարսիկները ինչ-որ շրջանում, ինչ-որ շրջանում բյուզանդացիները, ինչ-որ շրջանում ռուսները, անընդհատ այս տարածքում պատերազմներ են եղել, և Ավանը, Երևան քաղաքի Ավան համայնքի մասին է խոսքը, եղել է կաթողիկոսանիստ շրջան, քաղաք չասեմ, որտեղ Ավան է եղել, քաղաքանման գուցե, և շատ կարևոր այստեղ կոթողներ կան, որ ոչ մեկի պետքը չի, դրանցից երկուսը ձեզ ցույց տվեցի, էլի կան, որ պետք է պատշաճ պեղումներ անել, դրանք պաշտպանության տակ վերցնել, վերականգնել որոշները, եթե հնարավոր է, բայց դա չի արվում։ Հայ ժողովուրդ, ձեզ ևս մեկ օրինակով պատմում եմ, բացատրում եմ և ցույց եմ տալիս, որ այս իշխանության գործողությունների իրական նպատակները այլ են, դրանք այն չեն, ինչ իրենք ցույց են տալիս, և հետևաբար այդ գործողությունները ուղղված են հայ առաքելական, հայաստանյան առաքելական եկեղեցու դեմ թուլացնելու մեր հայկականության հիմքերը, մեր պետականության հիմքերը։ Լավ եղեք։